Ովքեր այս պահին միացել են Բարի լույս առավոտյան ծրագրին։ Դե ինչ այս պահին սիրով ձեզ եմ ներկայացնում իմ այսօրվա հյուրերին։ Գոր Մեծոյան վոկալ դասարանի աշակերտներ Մխիթար Մխիթարյան եւ Նարեկ Թումանյան։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Ինչպես է տրամադրությունը։ Հիանալի։ Շատ լավ է։ Այ դուք երևի դպրոցական եք, ինչպես եք սկսում ձեր օրը, ինչ եք անում առավոտյան։ Առավոտյան արտանում ենք նախաճաշում եւ շտապում դպրոց։ Ահա, իսկ դու։ Նույնը։ Ինչ նախասիրություններ ունեք։ Նախասիրությունները ես շատ եմ սիրում դհոլ նվագել ազատ ժամանակ եւ երգել։ Երգել։ Իսկ բացի երգից ու դհոլից, Պարել։ Պարել նաեւ, ահա, դու լրիվ ամբողջովին երաժշտական մարդ ես կարծում եմ։ Իսկ դու։ Ես դաշնամուր նվագել, թատերական տենց խմբակների եմ մասնակցում եւ սիրում եմ երգել։ Փաստորեն երկուսդ արվեստի բնագավառից եք։ Սովորում եք դպրոցում, որի՞որ դասարանում եք սովորում։ Ես 8-րդ։ 9-րդ։ Ահա։ Նաև սովորում եք վոկալ դասարանում, չէ՞։ Այ որքանով եք հասցնում համատեղել դպրոցը եւ պարապմունքները։ Դպրոցն ավարտելուց հետո շտապում ենք վոկալ դասարան, որը վերջացնում ենք եւ տուն ենք վերադառնում։ Իսկ շաբաթական քանի անգամ եք տրամադրում վոկալի դասերին։ 2 անգամ։ 2 անգամ դու։ Ես 4։ Դու 4 անգամ։ Ես 1 ամիս է ինչ հաճախում եմ։ Այո։ Շատ եմ սիրում երգել, կարդալով հայտարարությունը ցանկացա մասնակցել։ Մասնակցել։ Իսկ ձայնային տվյալները ստուգել են ընդունվելուց։ Իհարկե։ Համապատասխանում էր։ Այո։ Իսկ քո առաջի քայլերը։ Ես սկզբից մասնակցել եմ երգչախմբային երգերի, իսկ հետո մասնակցել եմ Գոր Մեծոյանի վոկալ դասարանի բաժնին արդեն 2 տարի է հաճախում։ Եղեք, հետաքրքիր է ինչ է առասարակ երգը ձեզ համար։ Առանց երգի կյանք չի լինի, այսպես ասեմ։ Չէ, գոյություն չի ունեն առանց երգի, էլի։ Ահա, փաստորեն այդքան մեծ նշանակություն ունի երգը քեզ համար։ Իսկ քեզ համար։ Նույնը առանց երգի քո ժամանակը չի անցնում ու անհետաքրքիր է կյանքը։ Եթե երգ չլինի, դու չես ուրախանա կյանքում։ Ճիշտ է։ Իսկ ինչ մասնագիտություն եք ընտրելու ապագայում։ Կարծում եմ երգիչ։ Երգիչ, իսկ դու։ Ես էլ։ Իսկ եթե չլիներ երգը, ինչ կընտրեիք։ Դհոլահար։ Ահա։ Ես դերասան։ Դերասան, շատ հետաքրքիր է։ Հիմա շաբաթական արդեն քանի օր եք տրամադրում նշեցիք, իսկ հատուկ ձայնային վարժություններ կատարում եք, որ ձայնը ավելի լավանա։ Դասը սկսում ենք ձայնային վարժություններով, իսկ հետո փորձում ենք երգերը։ Երգելը։ Ահա։ Իսկ ինչ երգեր եք երգում։ Ազգագրական։ Ազգագրական։ Իսկ ուրիշ ոճերում փորձել եք ձեզ։ Ոչ։ Իսկ ինչու։ Ժամանակակիցը կարծում եմ շատերն են այսօր նախընտրում։ Իսկ դուք ինչ կասեք։ Ես այն ժամանակ էստրադային էի երգում, քանի որ ձայնս հաստատել է ասացմաշրջանում։ Այո։ Հիմա արդեն ազգագրական։ Ազգագրական, հետաքրքիր է։ Իսկ ինչ է կարծում ձեր ուսուցիչը գոհ է ձեզանից։ Իհարկե։ Իսկ ինչ եք անում այդ որպեսզի ուսուցիչը գոհ մնա։ Նրա հանձնարարած վարժությունները կատարում ենք, պարապում ենք տանը, որպեսզի նա գոհ լինի մեզանից։ Շատ լավ է։ Այն ձայնային վարժություններ նշեցիք, այն նաև շատ երգիչ-երգչուհիներ կան այսօր, որ հատուկ մթերքներ են օգտագործում, որպեսզի ձայնը ավելի լավանա։ Նույնիսկ ձու են խմում, այ արդյոք այդպիսի բաներից օգտվում եք դուք։ Ոչ, չենք օգտվում, բայց լսել ենք, որ Ես ավելի շատ ձեթ եմ կաթացնում։ Ահա։ Որպեսզի ձայնս ավելի լավ հնչի։ Ահա, շատ հետաքրքիր է։ Փաստորեն դու ինչ-որ մեթոդներ օգտագործում ես։ Այս բան ես առաջարկում եմ դիտել ձեր տեսանյութերից մեկը, որպեսզի մեր հեռուստադիտողը ավելի գնահատի ձեր ձայնային տվյալները։ Դիտենք տեսանյութը։
Ահա դիտեցինք Մխիթարի գեղեցիկ կատարումը եւ վերադարձանք։ Մխիթար, ինչ երգեր սա։ Սա վերցում տղերք ծրացան, կատարել եմ Առնո Բաբաջանյանում։ Երգը արդեն իսկ բավականին բարդ էր, այլ որքանով հեշտ տիրապետեցիր այդ երգին։ Այդ երգի համար շատ ժամանակ պետք է տրամադրել։ Իմ համար էլ էր դա դժվար, բայց ես մի քանի անգամ արդեն երգել եմ եւ արդեն այդ երգի մեջ մտնում եմ եւ իմ համար արդեն հարազատ է այդ երգը։ Շատ գեղեցիկ կատարում էր, իսկ ինչ համերգային ծրագիր էր։ Դա մեր վոկալ դասարանի էլի համերգային ծրագիրն էր։ Մեր վոկալ դասարանով էինք մասնակցում եւ յուրաքանչյուրս երգում էինք երկու երգ։ Իսկ հետաքրքիր երգերը դու էիր ընտրում թե ոչ։ Ոչ, ես էլ ունեի ընտրած երգեր, բայց ավելի շատ Գորմեդյանը։ Ահա, հետաքրքիր է։ Այ նաև ես ցանկանում եմ, որպեսզի մենք տաղավարից նաև վայելեինք Նարեկի գեղեցիկ կատարումներից մեկը, բայց ցավոք նա հիվանդ է եւ չի կարող այսօր երգել։ Այ նաև խոսենք դու ես ազգագրական երգում։ Այո։ Արդյոք բարդ է քեզ համար երգելը ազգագրական։ Ոչ այդքան, բայց բարդ է։ Բայց բարդ է։ Խոսենք նաև ձեր ձեռքբերումների մասին։ Ինչ ձեռքբերումներ ունեք այս բնագավառում։ Ես շատ համերգների եմ մասնակցել։ Իմ առաջին համերգը տեղի է եղել Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում, հետո տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանում, մի քանի անգամ հանդես եմ եկել Նոր Գեղի մշակույթի տան պատերի ներսում եւ մենք մեծ շնորհակալություն ենք հայտնում Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանին, նա շատ աջակցություն է հայտնել մեր խմբակին։ Պաստորեն արդեն դու բավականին լուրջ համերգներ ես ունեցել։ Այ շատերը երազում են մեծ բեմերի մասին։ Արդյոք դուք երազում եք մեծ բեմի մասին եւ ո՞րն է այդ մեծ բեմը ձեզ համար։ Կարծում եմ դեռ շուտ է երազելու համար։ Իմ համար առաջին բեմը կլինի դեկտեմբերի 31-ին։ Այո։ Որը տեղի կունենա Նոր Գեղի Ֆրոնտիկ Թևոսյանի անվան մշակույթի տանը։ Ժամը 18:30-ին, սիրով հրավիրում ենք ձեզ։ Շնորհակալ եմ, մեծ սիրով կհանգամ։ Պաստորեն դա քո առաջին համերգային ծրագիրն է լինելու։ Այո։ Ես չարպարեցնում, այո, բայց բեմը շատ եմ բարձրացել։ Ահա, արդեն երաժշտական գործիքով, հա, կարծում եմ։ Երաժշտական գործիքով, բարով։ Բարով, ահա, շատ հետաքրքիր։ Իսկ երգերդ արդեն ընտրված են համերգային ծրագրի համար։ Այո։ Ահա, իսկ դու։ Այո։ Քո երգերներ են արդեն ընտրված։ Ահա։ Այ այսօր նաև շատերը երազում են ձայնասկավառակ ունենալու մասին։ Դուք արդյոք երազում եք ձայնասկավառակ ունենալ։ Յուրաքանչյուր երգիչ երազում է ձայնասկավառակ ունենա, բայց դեռ շուտ է։ Դեռ շուտ է։ Բայց կմտածենք թե ձայնասկավառակի մասին։ Այ այսօր կան շատ երիտասարդներ, ովքեր պարզապես նկարում են փոքրիկ տեսանյութեր, որտեղ երգում են կամ կատարում են տարբեր cover տարբերակներ երգերի եւ արդեն բավականին ճանաչված են լինում։ Արդյոք դուք մտածում եք փոքրիկ տեսանյութ նկարել, տեղադրել համացանցում, որ ավելի ճանաչված լինել։ Կարծում եմ դեռ շուտ է դրա մասին մտածելու համար, բայց կմտածենք։ Կլինի, բայց ոչ թե փոքրիկ, պատրաստվենք ավելի մեծ լինի, որ հանդիսատեսը գոհ լինի մեզանից, մենք էլ մեզանից։ Այդ դու արդեն իսկ տարբեր համերգներ ես ունեցել, մասնակցել ես տարբեր համերգների, հետաքրքիր է դու հանդիսատեսի տարբերություն զգում ես, թե ոչ։ Ինչպես է ընդունում հանդիսատեսը քո կատարումները։ Զգում եմ նայած ժամանակ, եթե դու նորմալ ես ներկայացնում հանդիսատեսին երգը, նրանք աշխույժ են լինում, եթե նորմալ չես ներկայացնում, դժվար աշխույժ լինում։ Հետաքրքիր։ Իսկ մրցույթների մասնակցել ես։ Դեռ չէ, բայց մասնակցել եմ։ Պատրաստվում ես։ Ձեր նպատակը ո՞րն է այս ասպարեզում, ինչին եք ձգտում։ Ձգտում ենք լավ մարդ լինել, առավելաառաջինը, լավ երգիչ, որպեսզի մեզ ճանաչեն, այդպես։ Իսկ դու։ Նույնպես։ Նույնպես։ Իսկ լավ երգիչ լինելու համար ինչ է անհրաժեշտ։ Չէ՞ որ պետք է հանդիսատեսը քեզ ավելի շատ սիրի, ձայնային տվյալները իհարկե կարևոր են, բայց էլ ինչ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է քո հոգով երգես, որպեսզի սիրել տաս քեզ։ Շատ ճիշտ բաներ ես ասում, Նարեկ։ Այ կարողանում եք արդյոք դուք արտահայտել ձեր զգացմունքները երգի միջոցով, ստացվում է։ Այո, իհարկե։ Իսկ քեզ մոդել։ Ահա։ Այսպես ես առաջարկում եմ դիտել եւս մեկ տեսանյութ, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։
Շատ գեղեցիկ համերգային ծրագիր էր մեր հայկական ազգագրական երգով եւ բարով։ Մխիթար, հետաքրքիր է համերգից առաջ անհանգստության զգացում կար թե ոչ։ Դա յուրաքանչյուր երգչի մոտ է լինում, կարծում եմ, դա իմ կարծիքն է։ Իմ մոտ նույնպես լինում է։ Իսկ ինչպես ես հաղթահարում այդ զգացումը։ Պետք է առաջինը կոմպլեքսավորված չլինես։ Ես շատ բեմեր եմ բարձրացրել, դրա համար կարողանում եմ հաղթահարել իմ մեջի վախը եւ ուրիշ Դա շատ ողջունել է իհարկե, այ դու արդեն շատ բեմերում ես եղել եւ արդյոք պատասխանատվության զգացումը ավելի է բարձրացել քեզ մոտ։ Արդեն համերգներին ավելի լուրջ ես պատրաստվում միգուցե։ Այո։ Դա յուրաքանչյուր երգչի կամքն է։ Իհարկե։ Նարեկ, խոսենք քեզ հետ մի փոքր։ Այ դու արդյոք անհանգստանում ես եւ մտավախություն կա համերգից առաջ։ Իհարկե։ Իսկ դու ինչպես ես հաղթահարում այդ զգացումը։ Նույնպես պետք է չլարվել, ավելի թեթև լինել եւ հանգիստ։ Իհարկե, նաև պետք է շատ պարապես աշխատասեր լինես, որպեսզի լավ արդյունքների հասնես։ Խոսենք արդեն ունեք արդյոք սիրված երգիչ կամ երգչուհի։ Ունենք։ Կարող եք նշել։ Սիրված երգիչ դա Արաբոյ Սպիրյանն է։ Երգիչ, երգչուհի ոչ։ Ոչ։ Իսկ արտասահմանյան կարող ես նշել, թե ոչ։ Ոչ։ Իսկ դու Մխիթար։ Ես Նարսիկ Իսպիրյանը, երգչուհին Գոհար Հովհաննիսյանը։ Նույնպես հայկական, իսկ արտասահմանյան։ Լսում եմ, բայց այդքան չէ երևի։ Իսկ հետաքրքիր է դուք ում եք ձգտում նմանվել, կա արդյոք այդպիսի երգիչ, ում դուք ձգտում եք նմանվել։ Ոչ, ամենքս յուրովի ենք։ Նմանվել չեն կարող։ Կարծում եմ երգիչները կարող են պարզապես դες օրինակ ծառայել եւ ինչ որ օգտակար խորհուրդներ քաղեք իրենցից։ Իսկ կա մի այնպիսի երգ, որը միշտ ձեր մտքին է։ Կարծում եմ այո։ Կապույտ աչերի մատաղ երգը, որը կատարում էր Մասիսունյանը։ Ես այդ երգը շատ եմ սիրում եւ համարում եմ համերգին երգել եմ այդ երգը։ Իսկ դու Մխիթար։ Ես Չկա տենց երբ որ միշտ մտքիդ է։ Արտուր Կարապետյանի Հայաստան երգը։ Շատ ողջուներ է։ Հետաքրքիր մտածում եք այն մասին, որ մոտ ապագայում արդեն երբ դուք արդեն կրթված լինեք, ունենաք մասնագիտություն, արդեն հաստատված երգիչ լինեք, արդեն ունենաք ձեր սաներին եւ կրթեք։ Այո, կարծում եմ։ Մեր շնորհը փոխանցեք մեր սաներին։ Իսկ դու։ Այդքան էլ ես չի սաներին կրթել։ Իհարկե։ Հետագայում կմտածենք։ Ուսուցիչ լինել իրականում շատ բարդ եւ պատասխանատու աշխատանք է, որովհետեւ արդեն իսկ փոխանցում ես քո գիտելիքները ապագա սերնդին։ Ձեր խոսենք նոր անելիքների մասին, ինչ սպասենք ձեզանից։ Կարծում եմ դեռ ոչինչ։ Մխիթար կարող է։ Ինչ սպասենք քեզանից Մխիթար։ Միգուցե տեսանյութեր, տեսահոլովակ, նաեւ սպասենք իհարկե ձեր համերգային ծրագրին։ Տեսահոլովակներ երևի կլինեն ամեն դեպքում։ Տեսանյութերը շատ կլինեն։ Իհարկե։ Ցավոք մեր ժամանակը սպառվում է, ես շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ իհարկե մեծ սիրով կսպասեմ ձեր նոր աշխատանքներին, որպեսզի մենք ես մաղթում եմ, որպեսզի ձեր անունը մենք այլ ավելի բարձր միշտ լսենք եւ լսենք իհարկե ձեր ձեռքբերումների մասին։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Ստեսություն։ Աջակցություն։ Իսկ այս բան հարգելի հեռուստադիտողներ, կդիտենք երաժշտական տեսահոլովակ